Նիկոլ Փաշինյանը գրել է, որ եթե պարզվի, որ Գարեգին B կաթողիկոսը երեխաներ ունի, ապա նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս։ Ինչ է նշանակում եթե պարզվի։ Դա պարզ է։ Բոլորը գիտեն, որ Գարեգին B կաթողիկոսը երեխաներ ունի եւ դրանովից խախտել է եկեղեցական կարգը։ Բայց նույնիսկ եթե կաթողիկոսը 10 երեխա էլ ունենա, Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի իր քիթը խոթելու եկեղեցու գործերի մեջ։ Դա նույնն է, որ եկեղեցին որոշի, որ ինչ որ մեկը պետք է լինի նախարար, ինչ որ մեկը չի կարող լինել նախարար, ազգային ժողովը պետք է ինչ որ օրենք ընդունի կամ չընդունի։ Եկեղեցին անջատա պետությունից։ Եկեղեցին իր քիթը չի խոթում պետության գործերի մեջ, պետությունը իր քիթը չի խոթում եկեղեցու գործերի մեջ։ Հայ առաքելական եկեղեցին կարող է լինել սրբերից բաղկացած կառույց, կարող է լինել մարմնավաճառներից բաղկացած կառույց։ Կաթողիկոսը կարող է լինել իրական կուսակրոն, կարող է մարմնավաճառների հետ զվարճանալ ամեն օր։ Դա եկեղեցու ներքին գործն է։ Եկեղեցին պիտի որոշի, դա իր համար խնդիր է թե խնդիր չէ։ Միթե դժվար է հասկանալ այս պարզ բանը, որ այդ երկու կառույցները հատուկ սահմանադրությամբ անջատված են։ Կասկած չկա, որ մեր եկեղեցու սպասավորների մի զգալի մասը, հատկապես ղեկավար կազմից, անբարոյական մարդիկ են։ Սուտասան, կեղծավոր, անհավատ, սաղկյան կաշառակերներին օրհնած, հոկտեմբերի 27-ը ուրացած, ընտրակեղծարարներին օրհնած, մարտի 1-ը օրհնած, զազրելի մարդիկ։ Բայց այդ զազրելի մարդկանց մեջ կան նաև իրական հոգևորականներ, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել են եկեղեցուն եւ մեր ժողովրդին։ Ամբողջ կյանքում մաքուր են ապրել, թե իրանց խղճի առաջ, թե մեր ժողովրդի առաջ, թե Աստծո առաջ, թե պետության առաջ։ Պետությունը պիտի եկեղեցուն վերաբերվի օրենքի տեսանկյունից, որովհետեւ պետությունը օրենքի ատյան է։ Պետությունը բարոյականության ատյան չէ։ Եկեղեցին է բարոյականության ատյան։ Եկեղեցին, եթե պահպանում է պետության օրենքները, վերջ, ուրիշ խնդիր պետությունը չպետք է ունենա եկեղեցու հետ։ Պետք է հանգիստ թողի։ Կաթողիկոսի կուսակրոն լինել չլինելը, երեխա ունենալ չունենալը պետության օրենքը չէ, դա եկեղեցու օրենքն է։ Եվ եթե կաթողիկոսը օրենք է խախտել, ինքը եկեղեցու օրենքն է խախտել, ոչ թե պետության։ Հետևաբար այդ հարցը իր առաջ եկեղեցին պետք է դնի, ոչ թե մեր պետությունը։